Հարգելի հայրենակիցներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեզ հետ եք, շատ ուրախ եմ, որ ունկնդրում եք մեր հաղորդումները։ Բարեկամներ, ձեր բոլոր առաջարկները, ձեր բոլոր խորհուրդները մեզ օգնում են եւ դրա համար հատուկ իմ խորին շնորհակալություն է։ Ողջույններս մեր Սփյուռքի բարեկամներին հատկապես, որովհետեւ նրանք ել ավելի ակտիվ են եւ դա եւի նրանից է, որ ավելի շատ են փափագում, որ տեսնեն մեր խոհանոցի բազմազանությունը եւ ինչու՞ չէ նաեւ դրսում կարողանան հապարտանալ դրանով։ Ողջույններս մեր երկրի բոլոր հեռուստադիտողներին։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մարգագետնային խոհանոց շարքից։ Եվ այսօրվա պատրաստելիք ուտեստը հենց այդպիսի ուտեստ է եւ կոչվում է քաշովի, քաշովի եղինջով։ Եվ այսպես, քաշովի եղինջով։ Բաղադրությունը պարզ հասկանալի։ Եղինջ, թարմ, սոխ, բրինձ, չաման, կարմիր աղացած պղպեղ, մի քիչ աղ եւ ամենակարևոր, ամենահիմնական համեմունքը, որ մենք կրում ենք բոլորս մեզ հետ, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը, որով զարդարելու ենք, համեմելու ենք եւ մատուցելու ենք բոլոր ուտեստները։ Քաշովի եղանակով է պատրաստվում այս փլավը, քաշովին ջուրը երացնենք, սոխը կտրատում ենք մանր, մի քիչ էլ ավելացնենք, քաշովի, կարող ենք օգտագործել կարագ, կարող ենք օգտագործել ձեթ, իսկ կարող ենք նաև օգտագործել երկուսը միասին։ Ջրի մեջ քաշովի է, չենք տապակելու, ոչ իման չենք տապակելու, շոգ է խաշվելու է ամբողջը։ Կարագ, մի քիչ ձեթ, մի փոքր աղ, կարմիր աղացված պղպեղ, քաղցր պղպեղ, բնականաբար այսքան գծու պղպեղ չէր կարելի լցնել։ Եվ պատկերացրեք մի քիչ միգուցե տարօրինակ պատրաստման եղանակ։ Սոխը հենց այսպես ջրի մեջ ենք ավելացնում։ Ջուրը կեռա, կավելացնենք բրինձը եւ եղինջը նախապատրաստենք։ Արդեն ընտրված մատղաշ եղինջն է, ձեռքով կտրատում ենք, կոշտ մասերը հեռացնում, երած բրինձը կավելացնենք հիմա, ինչու ձեռքով, որովհետև դանակի շեղբը, երկաթյա շեղբը շփվելով եղինջի հետ ռեակցիա է առաջացնում եւ որակական փոփոխություն է տեղի ունենում։ Շատ պարզ քաշովի է, բարեկամներ, եւ շատ մատչելի։ Մի քիչ կիեռա եւ այն ժամանակ, երբ որ ջուրը մի քիչ քաշվի, կավելացնենք եղինջը եւ վերջնական տեսքի կբերենք հենց եղինջի հետ միասին։ Մեզանից ուղղակի կպահանջվի 7-8 րոպե ջուրը մի քիչ քաշվելուն, ուզում եմ, որ եղինջը շատ չխաշվի։ Եղինջը պիտի իր համայն հատկանիշները վերջում հաղորդի եւ ինքն էլ պահպանի այդ սննդային արժեքները։ Եվ դրա միակ ստուգելու ձևը նա է, որ պիտի տեսնենք կորցրեց արդյոք եղինջը գույնը թե ոչ։ Այնպես որ 7-8 րոպե սպասենք, հետո արդեն շարունակենք գործը։ Ահա բարեկամներ,
8 րոպե բավական էր, որպեսզի արդեն խտացավ արդեն։ Հիմա մի քիչ չաման ենք ավելացնում այստեղ։ Խառնենք չամանը։ Պես ավելացնում ենք եղինջը։ Խառնում ենք, տակը թուլացնում ենք։ Եվ դանդաղ կրակով եւս 6-7 րոպե եւ քաշովին արդեն պատրաստ է։ Մենք կսպասենք այդ ժամանակը եւ միասին կվայելենք այս ուտեստի համը եւ տեսքը։ Բարեկամներ, անցավ այդ 7-8 րոպեն նույնպես եւ արդեն քաշովին պատրաստ է։ Դուք հիմա կտեսնեք, որ պահպանվել է եւ եղինջի գույները եւ քաշովին նաեւ պատրաստ է։ Սա արդեն նշանակում է, որ մենք ճիշտ պատրաստեցինք։ Ահա, հարգելի հայրենակիցներ, բրինձով եւ եղինջով քաշովին։ Բաղադրությունը նորից կրկնեմ, բրինձ, գլուխսող, եղինջ, չաման, կարմիր պղպեղ, ջրի մեջ, եռացող ջրի մեջ գցեցինք կտրատված գլուխսող, կարմիր պղպեղ, յուղ եւ ձետ, այնտեղ ավելացրինք բրինձը մի քիչ քաշվելուց հետո, ջուրը քաշվելուց հետո, ավելացրինք նաեւ եղինջը եւ ուտեստը պատրաստ է։ Հիմա մենք կզարդարենք, ինչպես մենք միշտ նշում ենք, հացերի հացով, լավաշով։ Մի քիչ այսպես շաֆրան ավելացնենք եւ ուտեստը պատրաստ է մատուցման։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզանից այսօր միասին լինելու համար եւ համբերատար լսելու համար։ Ուզում եմ ավելացնել, որ ուտեստը համարվում է հիմնական ուտեստ, պետք է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ եւ լավ է ճաշակել կարմիր անապատ բերթաշեն տեսակի գինով։ Հարգելի հեռուստադիտողներ, թող միշտ ձեր սեղանները լի լինի եւ զարդարված լինի հատկապես ազգային ավանդական խոհանոցով, թող այդ ուտեստները նպաստեն ձեր առողջությանը եւ ձեր հաջողություններին։ Մենք միշտ լինենք միասին, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամ։ Եղինջով քաշովի։ Եղինջ 500 գրամ, սոխ 100 գրամ, ձետ 30 գրամ, բրինձ 80 գրամ, չաման 20 գրամ, աղ, կարմիր պղպեղ։ Բարեխորժակ։